Աշխաբադում կարող էին 3 գումարած 3 ֆորմատով բանակցություններ լինել, եթե Փաշինյանն ու Ալիևն էլ Թուրքմենստան մեկնած լինեին, գրում են թուրքական լրատվամիջոցները։ Ալիևը հավանաբար 2 պատճառ ուներ խաղաղության և վստահության միջազգային ֆորումին չմասնակցելու համար։ Ուրբաթ Հեյդար Ալիևի հիշատակի օրն էր։ Անգամ հեռվից արված կադրերում ադրբեջանցի լրագրողները ֆիքսել են նախագահի գրեթե կատարյալ դարձած քիթը ու աչքերի տակ եղած մեծ պարկերը, որ սովորաբար շաբաթներով մնում են ռինոպլաստիկայից հետո։ Ադրբեջանի վարչապետն է եղել Աշխաբադում։ Հայաստանը Թուրքմենստանում ներկայացրել է նախագահ Վահագն Խաչատուրյանը, որին ըստ Գելափի վերջին հարցումների Հայաստանում հարցվածների 27.1%-ը ընդհանրապես չի ճանաչում։ Թուրքմենստանում մեկ տասնյակից ավելի ներկա լիդերներից միայն Թուրքմենստանի և Իրաքի նախագահների հետ է առանձնազրույց ունեցել Խաչատրյանը, ենթադրելով նրա յութուբյան էջից։ Հարավային Կովկասի մասին զրույցներին ներկա չի եղել Հայաստանի նախագահը։ Պուտինը Էրդողանի ու Փեզեշքյանի հետ է քննարկել այդ թեմաները։ Ուկրաինայում խաղաղության հասնելու օգտակար խորհուրդներ է Էրդողանը տվել ռուս պաշտոնակցին։ Պուտինին ասել է, թե սահմանափակ հրադադարը կօգնի ավելի արագ հասնել հակամարտության հանգուցալուծմանը։ Եթե Մոսկվան ու Կիևը պայմանավորվեն ու չթիրախավորեն իրար էներգետիկ օբյեկտներն ու նավահանգիստները, ըստ Էրդողանի ավելի կմեծանա պատերազմը արագ ավարտելու շանսը։ Թուրքիայի նախագահը Պուտինին վստահեցրել է, թե պատրաստ է Անկարան աջակցել ռուս-ուկրաինական բանակցություններին, ինչ ֆորմատով էլ դրանք լինեն։ Վերլուծաբանները հիշում են, որ դեռ 2022-ին Էրդողանի առաջարկը միջնորդի դեր ստանձնել Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերություններում կտրականապես մերժել էր Մոսկվան։ Ռուսաստանի իշխանությունը անընդունելի էր համարել այդ առաջարկը։ Հիմա աննախադեպ մեծ պատժամիջոցների տակ հայտնված Ռուսաստանի համար իրական փրկություն է ցանկացած համագործակցություն Թուրքիայի հետ։ Անգամ Սիրիայում երկու պետությունների ունեցած ծայրահեղան համաձայնություններին, ըստ արևմտյան վերլուծաբանների, հնարավոր է Պուտինը թույլ տա Էրդողանին անգամ մի քիչ մտնել իր ներքին խոհանոց։ Աշխաբադում Ռուսաստանի նախագահը մտերմիկ զրուցել է նաև Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանի հետ։ Հետո նրա խոսնակ Պեսկովը լրագրողներին ասել է, որ պայմանավորվել են ինչպես մեծացնել վառելիքի արտահանման ծավալները։ Գազի և էլեկտրաէներգիայի ոլորտում համագործակցության հնարավորությունները Պուտինը քննարկել է իր անձի պաշտոնակցի հետ առանձնազրույցի ժամանակ։ Մենք շարունակում ենք աշխատել մեր հիմնական խոշոր նախագծերի վրա։ Դա վերաբերում է նաև Բուշերի ատոմակայանին և ենթակառուցվածքների զարգացմանը, այդ թվում հյուսիս-հարավ երթուղուն։ Քննարկում ենք գազի և էլեկտրաէներգիայի ոլորտում համագործակցության հնարավորությունը։ Գյուղատնտեսությունում լայնածավալ աշխատանքները շարունակվում են։ 2023-ին Մոսկվան և Թեհրանը ստորագրել են հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի 160 կիլոմետրանոց Ռաշտ-Աստարա հատվածի համատեղ կառուցման մասին համաձայնագիր։ Աշխաբադում Փեզեշքյանը վստահեցրել է Պուտինին, որ այդ հատվածի գրեթե բոլոր հողերը պետականաշնորհել են, շուտով կսկսեն շինարարությունը։ Ռաշտ-Աշտարա երկաթուղային երթուղու վերաբերյալ ուզում եմ ասել ձեզ, որ մենք արդեն ձեռք ենք բերել 100 կիլոմետր, գուցե 110 կիլոմետր տարածք։ Մենք ամեն բան կավարտենք մինչև տարեվերջ։ Իրանցի վերլուծաբանները գրում են, որ այդ մայրուղին օդի ու ջրի պես անհրաժեշտ է ոչ միայն Իրանին ու Ռուսաստանին։ Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի լիարժեք գործունեությունը, որ կբացի մուտք դեպի Պարսից ծոց, մեծ հնարավորություն է նաև հարավային Կովկասի պետությունների համար։ Գայանե Մովսիսյան, Էլեն Յահինյան, Հայլուր։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։